Բնացականյան Մամեդյարով Լավրով Մոսկվայում քննարկվում են արցախա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցեր։ Հարցեր եւ պատասխաններ առաջիկա ուրբաթ օրը։ Վարչապետ Փաշինյանը Facebook-ով պատասխանելու է ամենաշատ հավանումներ ստացած հարցերին։ Հանդիպում Ագրարային համալսարանում վարչապետը զրուցել է համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ։ Մեր ըմբիշներն ամփոփում են Եվրոպայի առաջնության արդյունքները։ Նրանք այսօր հանդիպել են լրագրողների հետ։ Ներքաղաքական իրավիճակը Սուդանում, զինվորական ժամանակավոր խորհուրդը ձերբակալել է նախկին կառավարության անդամներին։ Արտակարգ իրավիճակ Լիբիայում, մայրաքաղաք Տրիպոլիում մարտական գործողությունները շարունակվում են։ Ով է ճիշտ, Պորոշենկոն թե Զելենսկին, ինչու չկայացավ բանավեճը Ուկրաինայի նախագահի թեկնածուների միջև։ Ինչու է քայքայվում Արմաշենի տաճարը, այս հարցի շուրջ մասնագետները ընդհանուր եզրակացության չեն գալիս։ Վրաստանի նախագահն այցելել է հայկական եկեղեցի, Սալոմե Զուրաբիշվիլին եղել է Ախալքալակի Սուրբ խաչում։ Շանթ հեռուստաընկերության եթերում լրատվությունն է, բարև ձեզ։ Մոսկվայում շարունակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Բնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցում են նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մոսկվայից օրվա ընթացքում մեծ թարմ տեղեկություններ է հաղորդում Վահե Ավանեսյանը, այժմ իմ գործընկերը կրկին կապի մեջ է։ Վահե, ինչ կարող ես հաղորդել։ Նայիրի պետք է ասել, որ բանակցությունները երեք երկրների արտգործնախարարների միջև շարունակվում է եւ նրանք շարունակում են բանակցությունները հակ ռեժիմով, որևէ տեղեկատվություն այդ հանդիպումից մինչ այժմ չի սպրդում, միայն պարզ է, որ այս պահին մենք գիտենք, որ նախ տեղի է ունեցել առանձնազրույց Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների միջև, այնուհետեւ Սերգեյ Լավրովը զրուցել է Էլմար Մամեդյարովի հետ, հետո նոր միայն եռակողմ հանդիպում է եղել, որին միացել են արտգործնախարարները, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը։ Այս հանդիպումը, որ այսօր կայանում է Մոսկվայում, անվանում են խորհրդակցություններ, որոնց նպատակն է Ղարաբաղի խնդրի հիմնահարցի կարգավորման հետագա ընթացքի որոշակի մանրամասների ճշտումը, պետք է ասել, որ Ղարաբաղի հիմնահարցի լուծումը նոր փուլի մեջ է, որը սկսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումից հետո, որ կայացավ մարտի վերջին, մարտի 29-ից, եւ այդ հանդիպման, այսպես ասած, բնական շարունակությունն է այսօրվա արտգործնախարարների բանակցությունները այստեղ Մոսկվայում։ Մանրամասները ենթադրվում է, որ հայտնի կլինեն հանդիպման ավարտից հետո, երբ հաղորդագրություն կտարածվի Ռուսաստանի արտգործնախարարության կողմից, որևէ ասուլիս եւ պաշտոնական հայտարարություններ թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում չեն անելու։ Այո։ Շնորհակալություն Վահե, հիշեցնեմ, որ Մոսկվայից մեզ հետ ուղիղ հեռախոսակապի մեջ չէր իմ գործընկեր Վահե Ավանեսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս ուրբաթ Facebook-յան ուղիղ եթերում պատասխանելու է քաղաքացիների հարցերին։ Facebook-ում նա գրել է, որ ժամը 20-ին կպատասխանի ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, կայացել է նրա ագրարային համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպումը։ Իմ գործընկեր Գոհար Սարգսյանն այս պահին կապի մեջ է, Գոհար, խնդրում եմ մանրամասներ հաղորդել, ինչ է քննարկվել այնտեղ։ Նայիրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին էլ ագրարային համալսարանում է, նա շրջում է տարբեր սենյակներով, լաբորատորիաներով եւ ցանկանում է պարզել, թե ինչպես է այստեղ ընթանում կրթական process-ը։ Իսկ քիչ առաջ նա այս սենյակում էր եւ որտեղ համալսարանի ռեկտորը նրան ներկայացրեց բոլոր այն բարեփոխումները, ծրագրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի համալսարանական կյանքը դառնա ավելի աշխուժ, իսկ կրթական process-ը դառնա ավելի արդյունավետ։ Եվ մասնավորապես մի քանի
հետաքրքիր բաներ պատմեմ, թե ինչ ներկայացրեց համալսարանի ռեկտորը, նա մասնավորապես ասաց, որ համալսարանը շուտով կառավարություն կներկայացնի մի նախագիծ, որը նախատեսում է ստեղծել խելացի անասնագոմեր, մանրամասների մասին նա առայժմ չխոսեց, սակայն ասաց, որ դա շատ կարևոր կլինի, ցույց տվեց նաև տարբեր գյուղերում արված ներկայիս անասնագոմերը եւ ասաց, սա չի կարող նպաստել կրթությանը, հակառակը, եթե ուզում ենք ուսանողներին ցույց տալ, թե ինչպիսին չպետք է լինեն անասնագոմերը, առհասարակ անասնապահությունը, միայն այդ դեպքում կարելի է ուսանողներին նման տեսարաններ ցույց տալ։ Հետո նա ասաց, որ իրենք նախատեսում են մի ծրագիր, դրա համար պետք է մոտավորապես 300 միլիոն դրամի ներդրում, այդ ծրագրով կստեղծվի գինու պատմության թանգարան, քանի որ Հայաստանը ունի աշխարհում ամենահին գինեգործական ավանդույթները, ասաց, որ այս պարագայում պետք է նաև բարերարների օգնությանը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առհասարակ որոշակի ծրագրեր կան, որտեղ բարերարների օգնությունը պետք է խիստ որոշակի դիտարկել, այսինքն պետք է հասկանալ նաև գուցե պետությունը եւս կարող է ներդրումներ ունենալ եւ կոնկրետ իհարկե ռազմավարության դեպքում, այսինքն պետք է այստեղ համագործակցեն բարերարները եւ պետությունը, կարճ ասած, որպիսի ամբողջ հույսը չդնեն միայն բարերարների վրա, ասաց, որ պետությունը եւս պատրաստակամ է աջակցելու հստակ եւ արդյունավետ ծրագրերի դեպքում։ Հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, ամփոփեց այս ամբողջ հանդիպումը նրանով, որ իրենց համար ագրարային համալսարանը շատ կարևոր է, քանի որ առհասարակ գյուղատնտեսության ոլորտն է կարևոր եւ իրենք ցանկանում են, որպիսի տեխնոլոգիական գյուղատնտեսությունը զարգանա Հայաստանում, այսինքն գյուղացին չարչարվի եւ իմանա, որ ստեղծում է արդյունք, այլ ոչ թե չարչարվի եւ այդ չարչարանքը չվերածվի կոնկրետ ինչ որ արդյունքի։ Եվ մասնավորապես նա շեշտեց, որ ֆիզիկական ուժը պետք է ավելի նվազ լինի, քան մտավորը, գյուղացին պետք է միտք դնի աշխատանքում եւ դա կարողանա վերածել աշխատանքի, արդյունքի։ Ի վերջո ասաց նաեւ, որ ցանկացած թե ուսումնական process-ում, թե արդեն աշխատանքային պետք է ոչ թե սկսել գումար հայթայթելուց, այլ միտք ունենալուց, քանի որ գումարը վազում է մտքի հետևից։ Այս պահին այսքանը կարող եմ հաղորդել։ Շնորհակալություն Գոհար, հիշեցնեմ, որ Ագրարային համալսարանից մեզ հետ ուղիղ կապի մեջ էր իմ գործընկեր Գոհար Սարգսյանը։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկում է կառավարության կառուցվածքի մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը։ Ըստ այդմ նախարարությունների թիվը կկրճատվի եւ դրանք կմիավորվեն ու կձևավորվի 12 նախարարություն։ Կվերածվի նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է սպասվող փոփոխությունները եւ խոսել ենթադրվող կրճատումների մասին։ Նախարարությունների միավորման արդյունքում տասնյակ հաստիկներ կհանվեն, իսկ նոր ձևավորվող Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում կգործի միայն 20-ից 25 հաստիկ։ Նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերելու են քաղաքական եւ հացողական պաշտոններին, նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարին եւ նրանց տեղակալներին։ Նշված հաստիկների թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ։ Միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիկներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը թվարկված պաշտոններին։ Նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող աջակցող ստորաբաժանումների գործառույթները եւ արդյունքում կրկնվող աջակցող ստորաբաժանումների թվականակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի 100։ Սակայն արդարության սկզբունքից ելնելով օպտիմալացումն իրականացվել է ոչ թե մեխանիկական ճանապարհով, հաստիկների թվականակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ։ Այսինքն բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ, դրսևորելու աշխատանքի արդյունավետության, որակի առավել բարձր ցուցանիշներ եւ դրա շնորհիվ աշխատանքը շարունակելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման սոցիալական երաշխիքների մասին օրենքում կատարվող փոփոխությանը, ապա դրա նպատակը Սփյուռքի նախարարության հաստիկների տեղափոխումն է վարչապետի աշխատակազմում։ Հետագայում մի քանի ամսվա ընթացքում
ակնկալվում է այդ հաստիկների քանակը կրճատել եւ վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար սահմանել օպտիմալ 20-ից 25 հաստիկ։ Ավելորդ չեմ համարում ասել, որ որևէ հարց խնդրում եմ չանձնավորել։ Մենք խոսում ենք երևույթի, ոչ թե անձանց մասին։ Հիմա ավելի ստույգ։ Կոնկրետ քանի հաստիկ է կամ աշխատատեղ է կրճատվելու այս առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում, ինչ արժե այդ հաճույքը, Պատասխանները կլինեն փաստարկված իմ ընկալմանը համապատասխան, այնպես ինչպես որ դուք ձեր ընկալման համապատասխան տվեցիք չանձնավորված հարց ձեր ընկալմամբ։ Սրանք շատ սուբյեկտիվ են եւ հետեւաբար դրանք քննարկման ենթակա չեն։ Հիմա առայժմ կասկածելի վերաբերյալ։ Մեզ համար այն կասկածելի չէ։ Դա մեր համոզմունքն է, լեգիտիմ կառավարության համոզմունքն է։ Այդ որ ասեցի կասկածելի, ես անմեղության կանխավարկածով եմ առայժմ վերաբերում, կասկածել չի նշանակում մեղադրել, բայց մարդիկ ասում են մի հատ ասեք, ես բարեփոխում կոչվածի արդյունքում քանի մարդ է դառնալու գործազուրկ, քանի մարդ է ծեծելու զբաղվածության ծառայության գործակալության դռները, քանի մարդ է հավակնելու արտագաղթի, այնտեղ նախարարություններ են իրար հետ միացվում, որոնք եթե մենք դատելու լինենք, չեմ ուզում անձնավորել, խնդրում եմ անձնական չհասկանաք, բայց սպորտի, մշակույթի, գիտության, ասենք ինձ ով կարա բացատրի այսօրվա կրթության նախարարը ինչ կապ ունի սպորտի հետ։ Կա այդպես մեկը, որ հիմա ինձ կբացատրի այդ ուղղակի կապը։ Լավ, ասենք, երբ որ մենք նախարարություններ ենք միացնում, հեչ նշանակություն չունի այդ ապակա միացված նախարարությունների ղեկավարների համապատասխանությունը համապատասխան ոլորտներին։ Եվ ես շատ խիստ կասկածի տակ եմ դնում անձամբ, որ մի մարդը կարող է արդյունավետ ձևով ղեկավարել սպորտի, կրթության, գիտության, մշակույթի դեպքում եկեք ուրիշ բան անենք։ Եկեք մի 3 նախարարություն թողնենք, ասենք մեկը ծախսումների, մյուսը ձեռքբերումների, մյուսն էլ ասենք դուխով առաջ գնալու։ Այսօր լրագրողների հետ են հանդիպել Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Արսեն Հարությունյանը եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը։ Մարզիչներն ու ըմբիշները ամփոփել են օրերս Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները։ Հիշեցնեմ, որ այս առաջնությանը Հայաստանը նվաճել էր 1 ոսկե մեդալ։ Արսեն Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում 0-8 հաշվով զիջելով վրացի փորձառու ըմբիշ Բեկա Լոմտաձեին կարողացել էր բեկել մրցամարտի ընթացքը եւ հաղթել էր 17-11 հաշվով։ Տպավորիչ գոտեմարտը եղել է ֆինալի գոտեմարտը, որը 8-0 հաշվով պարտվելուց եմ եղել, կարողացել եմ հետ բերել, այդ գոտեմարտն էր շատ տպավորիչ, սաղյանքս այդ գոտեմարտը կհիշեմ, որ 8-0 պարտվում էի, կարողացա հետ բերել, չընկճվեցի, ավելի հավաքվեցի եւ գնացի հաղթելու։ Գիտեք, այդ պահին, որ 8-0 պարտվում էի, մտքովս անցավ, հիշեցի, թե ինչքան եմ տանջվել իմ մարզիչների հետ ու պետք է այդ հաղթեի անպայման, այդ աշխատանքս չէի ուզում ջուրը գցեի։ Ծաղկաձորում հենց առաջի հավաքը մենք որ սկսեցինք, ճիշտն ասած ես չէի ուզում, որ ինքը մասնակցեր մեծահասակ, ոչ թե չէի ուզում, այսինքն երիտասարդ մարզիկ է, մենք ուզում էինք, որ ինքը մասնակցեր մրցաշարերի, հələ մի հատ տեսնենք ոնց է, ինչ է, եկել ես միանգամից տարան, ուզում ես Եվրոպա մեծեր չեմպիոն դառնամ, ասում եմ, սպասի էլի, կարողա չլինի էլի, ասում եմ, չէ, մարզիչներս է բոլորս տեղ նստած, իր ոչ մի մարզ, իր այդ եմ խոսած, հենց ինքը ստեղ նստած է կողքից, դեռ հունվար ամսին, ասեմ, Արսեն ջան, կարող է համբերենք միգուցե, ասեմ, 23-ներ մասնակցես մի հատ այնտեղ չեմպիոն դառնամ, չէ, ասում եմ, ես չեմ ուզում 23, մենակ ինձ դրեք մեծահասակներին գնամ չեմպիոն դառնամ գամ։ Ասում եմ, Արսեն ջան, հələ սպասի, ես գիտեմ, որ դու չեմպիոն կդառնաս, բայց կարող է մի հատ ուրիշ մրցունք, չէ, ասում եմ, ես դե չեմ ուզում։ Եվ չէ ուզում, ասում եմ, տղամարդու պես ես ասում, որ չեմպիոն ես դառնալու, բա հա, իրար հետ ենք խոսած է սեյնակում, մարզիչներով։ Ու ոչ մեկ չէ, ասում եմ, լավ, ոնց ես մարդուն դնում, շատ է որ ասում եմ, ասում եմ, ոչինչ։ Ասում ես, մենք իրար հետ տղամարդու պես պայմանավորվել ենք, որ ինքը չեմպիոն պետք է դառնա, հեսա իրա մոտ եմ ասում, առաջի անգամ բարձրաձայնում է սրա մասին, ու ինքը չեմպիոն դարձավ։
Սուդանում պահպանվում է լարված իրավիճակը։ Զինվորական խորհուրդը ձերբակալել է նախկին կառավարության անդամներին։ Ցուցարարները շարունակում են մնալ փողոցներում, պահանջելով անցնել քաղաքացիական կառավարման։ Զինվորական խորհուրդը հայտարարել է, որ ընդդիմությանը թույլ կտա վարչապետ ընտրել, իսկ բանակը չի ցրի ցուցարարներին։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Սուդանում տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում եւ երկրի նախագահ Օմար Ալ-Բաշիրը ձերբակալվել էր։ Իշխանության անցումն ապահովելու համար 2 տարի ժամկետով ստեղծվել է զինվորական խորհուրդ, ինչն էլ առաջացրել է սուդանցիների դժգոհությունը։ Լիբիայում, որի մայրաքաղաք Տրիպոլին դարձել է մարտական գործողությունների թատերաբեմ, զոհերի թիվը հասել է 147-ի, իսկ Տրիպոլիի մերձակայքում ապրիլի 4-ից սկիզբ առած զինված բախումների հետևանքով վիրավորվել է 614 մարդ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական գրասենյակի հայտարարությունում։ Կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունում նշվում է, որ վիրաբուժական բրիգադներ են տեղակայվել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցներում վիրավորների հոսքին սպասարկելու համար։ Հյուսիսաֆրիկյան այդ երկրում իրավիճակը ծայրաստիճան սրվել է, երբ երկրի արևելքում տեղակայված բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը զորքին հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլիի վրա։ Հաֆթարի աջակիցների համոզմամբ երկիրը քաոսից դուրս բերել կարող է միայն 75-ամյա գեներալը։ Մինչդեռ նրա հակառակորդները համարում են, որ նա կարող է դառնալ նոր Քադաֆի։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակից դերասան Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճը չի կայացել վերջինիս բացակայության պատճառով։ Պորոշենկոն 3 ժամանել է Կիևի օլիմպիական մարզադաշտ եւ իր մրցակցին սպասել գրեթե 1 ժամ։ Այդ ընթացքում Ուկրաինայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։ Երկու թեկնածուներն էլ պատրաստակամություն էին հայտնել բանավեճի մասնակցել, սակայն չէին կարողացել համաձայնության գալ օրվա շուրջ։ Զելենսկին պնդում է, որ բանավեճը պետք է տեղի ունենար ապրիլի 19-ին, ոչ թե 14-ին։ Հիշեցնեմ, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Զելենսկին ձայների քանակով գրեթե 2 անգամ գերազանցել էր Պորոշենկոյին։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ այն թեմաներին, որոնք քիչ անց ներկայացնելու ենք Շանթ Նյուզի եթերում։ Ինչու է քայքայվում Մարմաշենի տաճարը։ Այս հարցի շուրջ մասնագետները ընդհանուր եզրակացության չեն գալիս։ Վրաստանի նախագահն այցելել է հայկական եկեղեցի։ Սալոմե Զուրաբիշվիլին եղել է Ախալքալաքի Սուրբ խաչում։ Նշված թեմաներին կանդրադառնանք Շանթ Նյուզի եթերում, որին կարող եք հետևել Arm TV-ս հավելվածով եւ Ռոստելեկոմի կաբելային ցանցով։ Իսկ Շանթի եթերում լրատվությունն այս ժամին այսքանն էր։